Բաքուն հրապարակել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս հայ գերիների ծանր դատավճիռները։ Արայք Հարությունյան կետ օլարախ Բաքվի զինվորական դատարանում կայացած բաց դատական նիստի ժամանակ հրապարակվել է Արայք Հարությունյանի, Լյովա Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Բաբայանի և մյուս հայ գերիների դատավճիռները։ Ըստ հրապարակված դատավճիռի Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Արայք Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը և Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար ու գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը դատապարտվել են ցմահ ազատազրկման։ Արցախի Հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Նշենք, որ ավելի վաղ դատախազը նշել էր, թե իբր Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը ևս մեղադրվում են ցմահ ազատազրկում նախատեսող հանցագործությունների մեջ, սակայն քանի որ նրանք 65 տարեկան են, միջնորդել էր նրանց դատապարտել 20 տարվա ազատազրկման համաձայն Ադրբեջանի քրեական օրենսգրքի պահանջների։ Բաքուն հրապարակել է նաև մյուս գերիների դատավճիռները, ըստ որի Մադադ Բաբայանը և Մելիքսեթ Փաշոյանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Դավիթ Ալավերդյանը 16 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը 18, Լևոն Բալայանը 16, Վասիլ Բեգլարյանը 15, Գուրգեն Ստեփանյանը 15, Էրիկ Ղազարյանը ևս 15 տարվա ազատազրկման։ Հիշեցնենք, որ նրանք գերեվարվել էին Արցախի վերջին պատերազմից հետո Արցախի հայաթափման ժամանակ 2023 թվականի սեպտեմբերին և մինչև հիմա Բաքվի բանտում տեղի էր ունենում շինծու դատավարությունը։ Նշենք նաև այն, որ Արցախի Հանրապետության նախկին պետնախարար ազգային բարերար Ռուբեն Վարդանյանի դատական գործը քննվում է առանձին։